Բայկար, 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 Բայկար Բայկար ժողովրդին ժողովրդին և և հայրենիքին համար։ 135 տարիներ կգազմեն հայ հեղափոխական դաշնակցության պատմությունը։ Կուսակցությունը, որ ագանադես եղավ օտար ազգերու և բռնապետություններու տիրապետություններու, ինչպես նաև համաշխարհային, քաղաքացիական և այլ տեսակի պատերազմներու։ Իսկ այս բոլոր եղելություններուն ընթացքին շարունակեց գործել։ Հեղափոխական թերոշ բարձրացուց ընդդեմ ցեղասպաններու, գայսրություններու և ներքին ու արտաքին ապասկային ուժերու։ 135 տարիներու ընթացքին բազմաթիվ ուժեր փորձեցին ջնշել այս կուսակցությունը։ Իսկ այսօր հոյիտան ջնշելու գարկը հասած է Հայաստանի իշխանության։ Բայց պատմությունը կփաստե, որ ժամանակի ընթացքին ապասկային ուժերը կգորջին, իսկ ազգայինը կհաղթե։ Այսպես դաշնակցությունը մնաց, շարունակեց պայքարել, շարունակեց ազգային հաղթանակներ կերտել, շարունակեց ժողովրդին կողքին կանգնել, երբեք չշեղելով իր քերակույն նպատակեն, ազատ անկախ և միացյալ Հայաստանի տեսլականեն։ Հայ հեղափոխական դաշնակցությունը այն յուրահատուկ դառն է, որ կմարմնավոր է հայ բանվորը, մտավորականը և մարդիկը։ Ավելին, անոր կողքին ունենալով ուղեկից միություններ, ան կհանդիսանա ամուր և պայքարող ազգային կառույցը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իբրև հառաջամարտիկ, տագնապալի բոլոր իրավիճակներում մեջ 135 տարիներ ի վեր կմնա պատնեշի վրա, շարունակելով իր աննկուն ուղեկիցը պայքար ժողովրդին և հայրենիքին համար։ «1904-ին Սիմոն Զավարյանի այցելությունը Բեյրութ առիթ կհանդիսանա հայ երիտասարդության մեջ հեղափոխական ոգիի սերմանման։ Հայ ուսանողները հավաքելով անհիմը գտնե հոյիտա առաջին ուսանողական միության։ Հետագային այն կվերանվանվի գոչվելով հոյիտա Զավարյան ուսանողական միություն։ Այսօր հոյիտա Զավարյան ուսանողական միությունը կշարունակե իր առաքելությունը, համախմբել հայ ուսանողությունը և զանոնք առաջնորդելով դարձնել վաղվան հայ տադի պաշտպանները։ Եվ ահա, հայ տադի ավագ առաքյալները, Զավարյանականները, հոյիտա հիմնադիր անդամ Սիմոն Զավարյան կպատկամե։ Խոսքը առանց գործի մերյալ է։ Հայ մարմնագրթական ընդհանուր միության Հոմենեթմենի Լիբանանի առաջին մասնաճյուղը կստեղծվի 1924-ին Բեյրութի մեջ։ Հոմենեթմենը այն եզակի միությունն է, որ իր սկաուտական խուռներամ շարքերով և մարզական բարձր հաջողություններով հբարդանք կբերե հայ համայնքին։ Ավելի քան 100 տարի է, Հոմենեթմենը ազգային ոգիով սկաուտներ և մարզիկներ կդաստիարակե, հավատարիմ բարձրացիր բարձրացուր կարգախոսին։ Դեսեք Հոմենեթմենի դողանցող երիտասարդները, որոնք պիտի շարունակեն հայ անունը մարմնագրթական աշխարհի մեջ բարձր պահել։ Հոյիտա բյուրոյի երկարամյա նախկին ներկայացուցիչ Հրայր Մարուխյան հետևյալ ձևով կնկարագրե Հոմենեթմենը։ Հոմենեթմենի գաղափարականը միայն մարզական չէ, սկաուտական չէ, այլ ամեն ինչ է։ Հայության ամբողջությունը, հայության իդեալները, հայության ազատության հետ կապված ամբողջ հույսերը, հայության պայքարի ամբողջ իմաստը։ Դիմավորեք մեր բադանիներն ու բարմանուհիները, որոնց կդակն է շարունակել սրբազան պայքարը։ Հայ հեղափոխական դաշնակցության հիմնադրության առանցքն է երիտասարդության դաստիարակությունը։ 1923-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցվո մեջ տեղի կունենա
հոյիթա բադանեգան առաջին ընդհանուր ժողովը, որ հիմը գտնե Լիբանանի բադանեգան միություններուն։ Այս միությունները ընդարձակվելով գտարնան նորահաս սերունդին ազգային դաստիարակություն մատուցելու թարգնոցը։ Հոյիթա Պիրոյի նախկին անդամ Պապկեն Պապազյան գսե, պիտի կան նորերը, ավելի ուժեղները, պիտի կան ավելի վճռական սերունդներ և գրիվը պիտի շարունակվի։ Հայկական մշակույթը ազգին սիրտն է, ավելին անոր քոյութենական բայկարի իմաստը։ 1930-ին գհիմնվի Լիբանանի հայ գրթական հրադարակչական համասկայնի ընկերությունը։ Զանազան մասնաճյուղերով և գետրոններով համասկայինը նոր սերունդին կճամփե հայեցի դաստիարակություն, բահբանելով թարավոր մշակույթը։ Եվ ահա այս մշակութային քոյութենական բայկարը մղող համասկայնի արվեստագետներն ու միութենականները։ Հայաստանի առաջին հանրապետության գրթության նախարար համասկայնի հիմնադիր անդամ Նիկոլ Ախպալյան գսե հետևյալը. Համասկայնին վերաբահված է մեկ մեծ տեր, ստեղծել աշխարհիկ հայություն, որ գարչած մնա իր աշխության, հենարանը դառնա հայ դպրոցին եւ մշակույթին եւ հավատք ունենա հայ տադի հաղթանակին։ Բայկարի առաջամարտիկը երիտասարդն է։ Զենքը ցերքին լայթ սուր փահ գամքրիչ մարդատաշ տուղվող երանտուն սիրտն է ան։ Դեսեք մարդաշունչ ոգիով լեցված երիտասարդները։ Հոյիթա Լիբանանի երիտասարդական միությունը կհիմնադրվի 1973-ին։ Լեմը գահաճողի հայ երիտասարդության մեջ սերմանել ազգային խաղապարներ։ Գլա երիտասարդական խաղապարական դաստիարակչական միավոր։ Միշտ կմնա պատնեշի վրա հանուն լիբանանահայության փարորության բادرաստ ամեն զողության։ Հայասկի սպարաբետ կարեկին նշտեգը պատկամե։ Եթե գուզես տեսնել ասկի մաբական, նայիր անոր երիտասարդության։ Այժմ գահարաչանան Լիբանանահայ օգնության խաչի գամավոր ընկերուհիները։ Լիբանանահայ օգնության խաչի առաջին մասնաճյուղը կհիմնվի 1930-ին։ Մինչև օրս միությունը կշարունակե հոգալ հայ համայնքի գարիքները, առողջապահական, ընկերային, նյութական։ Լոխը եղած է և կմնա հայ ժողովուրդին ծառայության հարաճադարը։ Լոխը իր գործունեությունը կծավալե հավատարիմ մնալով հայ օգնության միության սկզբունքին ժողովուրդիս հետ, ժողովուրդիս համար։ Հայ հեղափոխական դաշնակցությունը սոս կուսակցությունը չէ։ Իր հովանին դա կործող միություններով, նաման ավանցիր համագիրներով, ան ասկային ամուր գարույց մնե, որ հիմնադրության օրենի վեր ժողովուրդին և հայրենիքին համար մտած է հարադև բայկարի տաշտ, հեղափոխելու հայունը սրգացած ոգևիճակը, պաշտպանելու հայուն արժանապատվությունը։ Հայ հեղափոխական դաշնակցության զինանշանը կներկայացնե անոր ամբողջական էությունը, քրիչը մտավորականությունը, փահը աշխատավոր խավը և սուրը զինվորն ու մարտիկը։ Այս բոլորը Ռոստոմյան գամքով կմիավորվին դաշնակցության կարմիր թրոշին վրա։ Հոյիթա Պիրոյի նախկին անդամ Պապկեն Պապազյան կպատկամե։ Հայ հեղափոխական դաշնակցությունը հավատաց հայ ժողովրդի ներքին գորովին, ներքին գենսունակության ու ազատության լույսի ծարավին, ու քրեց իր թրոշակին վրա ազատություն կամ մահ։